Բարև ընկերներ, իսկ դուք գիտեիք ուր է գնում հայկական ծիրանը։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Նախ ցանկանում եմ պատասխանել ձեր հարցերին։ Երեկվա տեսանյութում տեղ գտած հերոսների նկարների մասով կարող եմ ասել, որ պետք է հստակ գործողություններ, առաջարկել էի բողոքի ակցիա։ Բազմաթիվ մեր հայրենակիցներ համաձայնվել են։ Ընկերներ, ովքեր պատրաստ են, ապա եկեք հուլիսի 1-ին կազմակերպենք, ժամը 12-ին կառավարության դիմաց։ Բոլորդ ինքնակազմակերպվեք եւ հավաքվեք այդտեղ։ Ես կմիանամ այն ժամանակ, երբ դուք այնտեղ լինեք։ Հիշեք, եթե կազմակերպվում է ակցիա, ապա մի բան հստակ գիտակցեք, որ որևէ վիրավորական արտահայտություն չպետք է տեղի ունենա եւ որևէ հակաօրինական գործողություն եւս։ Վաղը ավելի մանրամասն կքննարկենք գործողությունների պլանը, իսկ այժմ օրվա կարևոր թեմայի մասին։ Երբ Ռուսաստանը սկսեց սահմանափակում կիրառել հայկական գյուղմթերքի առաջ, մեր իշխանությունները սկսեցին հայտարարել, թե բա մենք էլ Եվրոպա կարտահանենք, անգամ մեր սիրելի տխրահռչակ նախարարներից մեկի հետ համատեղ լուսանկար հրապարակվեց։ Բայց պարզվում է, դա այդքան էլ այդպես չէ։ Ստացել եմ ձայնագրություն եւ նկարներ, որտեղից երևում է, որ հայկական ծիրանը Իրանով գնում է Ադրբեջան, ապա Ռուսաստան։ Տղեկ բարիգուն ձեզ, բան չկա, անցեք գնացեք, ես էլ միջով տեսա արդեն ռոբը խոսացել էր, հետո տեսամ թխարնենք, բացահայտումների մեջ ենք, հետա նոր եկե նստել եմ, մտա նոր ձեր խոսակցությունը լսեցի, եկա սխեմաների մեջ ենք, բացահայտումների մեջ ենք, ապեր սաղ ծիրանը, կարոչ ադրբեջանցի կստից արնում են, պարսկական ավտոներով, արդեն պարսկական էտիկետ կեքով, գնում է Պարսկաստանից երեկիրկա է արվում ադրբեջանական ավտոների մեջ ու գնում է Ռուսաստան պարսկական ծիրանի տեղափեր։ Ոչմ, մեզի են արանքից անել ու այդ ամեն ինչը հիմա արվում է, ասի չի բացառվում, որ ապե դաժե թույլ տված լինեն այդ ակոշկեն, այնքան որ ցույց տան արտահանում, գյուղացին բան չանի ու այս ամեն ինչը սենց քնցնեն ապեր։ Դաժե մեղրից նկարներ կա ուղարկած, արդեն ящикների վրա պարսկական էտիկետ կեքով ապեր։ Ապեր, էսի թույլա տված, այս ամեն ինչը ամեն օր էլ դրա համար ներկայացվում է արտահանում, թե չապե պարսիկը այդքան ծիրան տանում է, ինչ անի ախպերս։ Սաղ, սաղ հենց ադրբեջանցիք էլ առնում են ապեր, լրիվ կոնտրոլը ընդեղից սաղ ադրբեջանցիք են ստեպ առնում ապեր։ Ես էլ հիմա դրա համար ասեցի, եմ որ ասմա ես էլ ոչ մի բան չեմ, ոչ մի եմ որ ասմա վախենալու խնդիր չկա ապեր։ Չենք բռնինք, փորձեցինք ամեն կերպել մեղրիում, ինչ որ մի ձև բացած ավտոյի դուռ ենք տեսել, ապեր այս ամեն ինչը նկարել ենք, որ կորցնելու բան չկա, ինչ պիտի անեն, հարց չկա, եկեք, ինչ եք անելու, ախպեր, լրիվ սաղ ծիրանը էթում է Ռուսաստան ու հենց ադրբեջանցիք էլ առնում են մի ավտոն, լրիվ աֆորմիտով, կարոչի մոտավորապես ընդ գնել կա, կարոչի մի ավտոն հասնում է տեղ, աֆորմիտի փողով, Դերբենդի աֆորմիտի փողով բանով, մոտ մի 10-18,000 արժի, ապեր պերևոսկով բանով, ոչ ծիրանի գինը, պերևոսկ են, ընդ միջև 4,000-ի կարգի պարսիկի պերևոսկ են, ընդեղ, ոչմ, Դերբենդում է եկա փող տվածվում, ու ոչմ, ապրանքը հասնում է Ռուսաստան, մտնում է պարսկական ծիրանի տեղափեր։ Էսի վաղը էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնելու է ապեր արտահանում, ու մենք սենց կայնելու ենք շլանգի պես, գիլասն էլ է էթում, ամեն ինչն էլ էթում ապեր։ Ձայնագրություններից պարզ երևում է, որ մեր սիրելի կառավարությունը հերթական անգամ ստում է եւ փորձում է դիվերսիֆիկացիայի անվան տակ հանրությանը մոլորեցնել։ Հիմա հարց եւս մեկ տխրահռչակ նախարար Գևորգ Պապոյանին։ Պարոն Գևորգ Պապոյան, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հաստատում եք այս տեղեկատվությունը, թե շարունակելու եք ձեր պնդումները անել։ Եթե շարունակելու եք, ապա խնդրում եմ հրապարակել փաստաթղթեր, թե որքան ծիրան է Հայաստանից դուրս եկել եւ որ մաքսատան միջոցով։ Հերիք չէ ստեք եւ մարդկանց ականջներին լոլո կարդաք։ Գիտեք, որ ձեր իշխանությունը հարատև չէ, բայց ասում են ստախոսներինը 40 օր է։ Ընկերներ, այսօր այսքանը, հարգանքներով ձեր հայը։ Բարև ընկերներ, ինչպես եւ որոշ ժամանակ առաջ ասել էի, մի քանի դեպքեր տեղի ունեցան երեկ։
Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Նախ նշեմ, որ 3 Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց։ Դավիթի մասին խոսել եմ որոշ ժամանակ առաջ, կարող եք դիտել։ Ալեն Սիմոնյանը չի դառնա ազգային ժողովի նախագահ, բայց նոր պաշտոն է ստանալու։ Ընկերներ, մեր լրատվամիջոցները այնպես են լուսաբանում, թե ով էր ընտրվելու ազգային ժողովի նախագահի թեկնածու, որ կարծես դարի կարևորագույն պրոցեսն էր։ Բայց ավաղ որևէ մեկը այնքան ազնվություն չունի ընդունելու, որ Նիկոլ Փաշինյանի հերթական կադրային քաղաքականությունը վաղուց է ձախողված, եւ Ալենին մեկ այլ անձով փոխելով որևէ բան չի փոխվելու իրականում։ Իդեպ Ալեն Սիմոնյանի սիրելի Թագուհի Թովմասյանի թերթը շտապեց եւ փորձեց սպասվող աղմուկը չեզոքացնել, որ իբր թե 2027 թվականին նոր տեղի է ունենալու նախագահի ընտրություն, եւ Հայաստանի նախագահն մինչ այդ մնալու է նույնը։ Բայց իմ տեղեկություններով Հայաստանի Հանրապետության անհայտ նախագահ Վահագն Խաչատուրյանը ունի առողջական խնդիրներ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը եւ նա քննարկում են ունեցել հրաժարականի մասին։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ Ալենը նախագահ է դառնալու։ Մեկ կարևոր պաշտոն եւս շուտով ազատվելու է, որի մասին կրկին 3 հարցազրույցում նշվել է։ Խոսքը վերաբերվում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։ Միգուցե Ալենը հանգրվանի այդ պաշտոնին, չէ՞ որ նաև շատ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի Վիվարո ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի հետ։ Իդեպ ընկերներ, ասում են, որ Ալեն Սիմոնյանը օնլայն կազինոների մեծ սիրահար է եւ միլիոնավոր դրամներ է պարտվել, սակայն ժամանակ առ ժամանակ ընկերը նվեր է մատուցում եւ բոնուսներ ստանում։ Իհարկե, սրանք փաստարկված տվյալներ չեն, քանի որ նման փաստեր կարող է տրամադրել կամ Ալենը, կամ Վիգենը, բայց ինչպես գիտեք, իրենք երբեք նման բան չեն անի։ Իսկ ինչ մնում է Ալենի ընկեր Վիգենի ընկերություններին, ապա եթե մի լավ թափ տաս, վստահաբար հազարավոր անօրինականություններ կգտնես։ Ընկերներ, շատերն են խնդրում, որ խոսեմ մեր հերոսների նկարները հեռացնելու մասին, բայց մի բան կասեմ, սա այն թեման է, որ միայն խոսելով անհնար է որևէ բան փոխել։ Վստահաբար մեր տղերքի նկարները հեռացնելը անբարոյականություն է, սակայն եթե միայն մեր դժգոհությունները օնլայն տիրույթում արտահայտենք, ապա որևէ բան չի փոխվի։ Եկեք միասին օր եւ ժամ որոշենք եւ փոքրիկ բողոքի ակցիա իրականացնենք։ Սա էլ հոգաղաքական չէ, այլ մեր հերոս տղերքի համար է։ Եթե համաձայն եք, ապա մեկնաբանություններում անձնական նամակով գրեք, պայմանավորվենք եւ սկսենք, բայց տեղյակ պահեմ, որ մինիմում 100 մարդ է պետք։ Ապացուցեք, որ պատրաստ եք հանուն մեր տղերքի հիշատակի ամեն ինչի։ Ընկերներ, հասկանում եմ, Հայաստանում չկա իրավական արդարադատություն, բայց մենք չպետք է որևէ օրենք խախտենք, ասելով, որ եթե չկա, ուրեմն ինչ ուզենք կանենք։ Մենք մեր գործելավոճով պետք է ստեղծենք այդ իրավական համակարգը։ Իսկ Հայաստանում որևէ պետական կառույց իր դերը չի կատարում։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր հայը։